Արցախից Հայաստան տեղափոխված 11 անձանցից մեկը հոսպիտալացվել է, հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը նշել է, որ բժիշկներից կազմված բրիգադը մեկնել է Արցախից Հայաստան տեղափոխված մեր 11 հայրենակիցներին դիմավորելու։ Բոլորը բուժզննում են անցել, մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն լրացուցիչ հետազոտության։ Մյուս 10-ի առողջական վիճակը բավարար է։ Արցախից Հայաստան է տեղափոխվել 10 հայ եւ ազգությամբ ռուս Հայաստանի 1 քաղաքացի։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ Մոսկվա իր այցին վերաբերող մանրամասներ է քննարկել։ Այցը նախատեսված է փետրվարի 5-ից 6-ին։ Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին վերաբերող այլ հարցերի։ Հաղորդվում է, որ զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը կարգալույծ է հռչակվել իր իսկ դիմումի համաձայն։ Մայրաթորի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին Արտյոմ Անանյան Ավազանի անունով։ Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ քրեական վարույթ առկա չէ։ Այսօր ԿՏԵՄ-ին այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Միաժամանակ լրատվամիջոցի գրավոր հարցմաննի պատասխան նախաքննության շահերը վկայակոչելով տեղեկություն չեն տրամադրել, թե ինչ վարույթի շրջանակում է հարցաքննվել շողակաթ հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը։ Մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ քննչական կոմիտեում ամենայն հայոց կաթողիկոսի դեմ փողերի լվացման հոդվածով մեղադրանք է քննվում։ Ուկրաինական բանակը պետք է լքի Դոնբասի ամբողջ տարածքը, սա շատ կարևոր պայման է։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Աբու Դաբիում անվտանգության հարցերով եռակողմ բանակցություններից առաջ։ Ըստ նրա, մի շարք այլ նրբերանգներ նույնպես բանակցային օրակարգում են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հաստատել է, որ բանակցություններում Դոնբասի հարցն առանցքային է եւ այն կքննարկվի Աբու Դաբիում։ Վաշինգտոնը դիտարկում է ԱՄՆ զինված ուժերն ամբողջությամբ Սիրիայից դուրս բերելու հնարավորությունը։ Ըստ Wall Street Journal-ի, քանի որ Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ Ալ-Շարան քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական աշխարհազորային երկրի հյուսիս-արևելքի նկատմամբ վերահսկողությունից զրկելու վերաբերյալ։ Այս քայլը վերջ կդնի ԱՄՆ ներկայությանը Սիրիայում։ Այս պահին տարբեր տվյալներով Սիրիայում 800-ից 1000 ամերիկացի զինվորական կա։ Հայաստանի ամբողջ տարածքում առատ ձյուն է, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը վարորդներին հորդորում է ուշադիր լինել։ Հունվարի 24-ից 26-ին ցերեկային ժամերին ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-ից 5 աստիճանով։